օրինակ հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ չնենք մեր վրա օրինակը բերենք, թե մենք ում կաջակցեինք Ադրբեջանում, հա, եթե մեկը կա որ կիսով չափելի թուրք է, բայց ինչ-որ բաներ անում է մի օգուտ մեզ, ասենք բան կա, ում պետք է աջակցենք։ Հիմա վեսը, ասում աղբեր ջան, գիտենք, էս էլ ռուսի սրիկա էս էլ, բայց սրան արդեն ակնհայտ ինքը գոնե խաղում արևմտամետ եւ որոշակի ադերություն ունենք իրավունք։ Դուք ասում եք, եթե եկավ ասենք 10 Փաշինյանն ավելի վստահելի եթե ասենք պարզ ասած, всё ինչ որ ստորագրել է Նիկոլը Հեջ, մենք ռուսամետ ենք Ամերիկայից դեսպանատուններ վեկալ գնա։ Ես ճիշտ եմ գնահատում, դուք այսպիսով Փաշինյանին եւս տալիս եք ձեր աջակցությունը։ Չէ, ես Փաշինյանին չեմ տալի իմ աջակցությունը։ Ես ասում եմ ճարահատյալ ամերիկացիները երկու չարիքի մեջից ընտրել են դա։ Այսինքն կա թրիկ եւ աթար, որը կընտրես։ Երկուսն են ծագումնաբանությամբ նույնն են։ Հիմա ռուսները ընտրում են աթարը, ասում են վարկյանական կցնկրակի մեջ բոց տա։ Ամերիկացիք ընտրում են թրիկը։ Ասում են ախպեր, պարատանյութ էլի ցանենք բերք կտա։ Հիմա տեսեք, տարբերությունը դրա մեջ է։ Ես ելքը գտնում եմ մի բանի մեջ։ Այնուամենայնիվ, այն հարուստ գործարարները, հարուստ մարդիկ համախմբվեն, մեր կազմակերպությանը բերեն իշխանության եւ սա Հայաստանը ազատագրենք։ Ձեր կազմակերպությունը նվազագույն է, այդ առակն էիք ասում, ասում եք նվազագույնը ինչ որ գոնե լոտարիայի տոմս պետք է առնեն, այսինքն դուք գոնե պետք է հանդես գաք, որպես մասնակիցներ այս ընտրություններին։ Բայց ուրեմն հանդես գալու գումար է պետք չէ։ Այսինքն հանդես չեք գալու։ Չեք մասնակցելու ընտրություններին։ Երկրորդը։ Դե ոնց ձեզ ընտրեն, եթե դուք չեք գալու ընտրություններին, չեք հայտարարել, որ մասնակցելու եք ընտրություններին։ Լսեք, ասենք հայտարարում եք խոսքի ծանրությունը կամ արժեքը մեծ եք գնահատում իր սկզբանը, էլի։ Հիմա դուք պատկերացնում եք հայտարարենք, որ մենք մասնակցելու ենք, հետո պատճառներ ման գանք, որ չմասնակցեցիք։ Չէ, մասնակցելը ես չեմ ասում ինչու չեք մասնակցում, բայց դուք ասում եք աջակցեք մեզ։ Բայց որպեսզի ձեզ աջակցեն, որ մասնակցելու ենք, ես հենց այդ եմ ասում։ Հետո կա մոտիկանա ժամկետը, պարզվում որ չենք մասնակցում։ Դա էլ նշանակում է ձեզ հիմա աջակցեն, հետո պարզվի որ դուք չեք մասնակցում։ Չէ, պատճառը ես ասում եմ ինչու՞մ է։ Ոչ թե չմասնակցել, որովհետև քաղաքական ինչ-որ նկատառումներ կան, այլ ես պատճառն ասում եմ ֆինանսական խնդիրները։ Այսինքն չեն աջակցում, դրա համար չեք մասնակցելու։ Մենք ի վիճակի չենք։ Մենք ես պատրաստ չեմ իմ բնակարանը վաճառեմ, որ ասենք գնա 20000 գրամ։ Հասկանալի է։ Այդ դեպքում լուծումը ո՞րն է ըստ ձեզ։ Ես հարցեցի դուք աջակցում եք ուրեմն Փաշինյանին, այդպես է ստացվում։ Չէ։ Կապ չունի Փաշինյանն է աջակցում թե նրա։ Նայեք, ես ուզում եմ մի հատ հանգամանք։ Այլ ընտրանք ունի այսօր ընտրողը այլ ընտրանք ունի այսօր։ Ասում այո։ Ահա ո՞րն է։ Մենք ինքնակազմակերպվեն, ֆինանսավորեն։ Ես իմ կյանքն եմ դնում, դուք էլ ամեն մեկը $1 դնեք, չեք դնում, դե գնացեք կործանվեք։ Ու հիմա այդ կործանման ճանապարհը ինձնից հարցնում եք, թե ում միջոցով կործանվեն, Նիկոլի թե Ռոբերտի։ Ում միջոցով ուզում եք կործանվեն։ Դու ասում թե կործանման են տանում, երկու կողմն են։ Այդ մեկ, երկրորդը, ես իմ ծրագրերից մեկի մեջ հենց ձեր հետ ա եղել այդ հաղորդումը։ Երբ որ ես ասացի, մենք հիմա պետք է ռեալ քայլեր անենք, որ գոնե արևմուտքից գալացող օգնությունը որ գա, մենք ասենք մենք ինքնուրույն ազգ ենք, ապստամբել ենք, ես ենք արել, ազատագրվել ենք։ Բայց եթե պետք է գան մեզի ազատագրեն ու մեր վզից քաշ տալով տանեն ազատություն դեպի, մենք նվաստացած ենք լինելու։ Այսօր կատարվում է այդ, որ մեր վզից քաշ տալով են տանում։ Եվ այդ քաշ տալով process-ի մեջ մենք ընդհանրապես դիտորդի կարգավիճակ։ Ինչու, այսօր օրինակ Վաշինգտոնում է Նիկոլ Փաշինյանը եւ մասնակցում է այդ խաղաղության խորհրդի նիստին։ Ասենք ինչ խաղաղության խորհուրդ։ Ինչ խաղաղություն։ Եթե մի կողմից մենք քննարկում ենք, որ ընդ Թուրքիան դաշնակիցը սրան մեզի ուտելու են, երկրորդում խաղաղություն է քննարկում։ Կամ հավատում եք Նիկոլին եւ խաղաղությունը եւ կապ չունի որ Թուրքիան Ամերիկայի հետ է թե ինչ է եւ կապ չունի որ Ռուսաստանը թշնամի է թե ինչ մեկը խաղաղությունը կամ հավատում եք Նիկոլին կամ չենք հավատում ես ասում եմ Նիկոլին հավատալը դա նույն բանն է ոնց որ ես չգիտեմ ոնց որ ինձ հրճակեք ծանրակաշերի աշխարհի չեմպիոն ես կարամ չեմ կարող ինքը ոչ մի բան է
Այսօր Իրանից ոչ մի կախված չի։ Եթե Իրանից բաներ կախված, կակրած հարթակ էր, Մյունխեն ինչի չգնաց։ Ինչի չգնաց, որ հայկական տեսակետ ընդ դնի, հայկական տեսակետ, որովհետև գոյություն չունի, որովհետև այդ իմ ասած նվաստացուցիչ վիճակում ենք մենք այսօր, որ մեր ճակատագիրը այսօր որոշում առանց մեզ։ Մեր փոխարեն կատարում են։ Ու ես նորից պետք է ասեմ, ուզում եք ցխկվեք, ուզում եք մի ցխկվեք, արա։ Մեր թելադրանքով ամերիկացիները վերջը հասկացան, եթե իրանք պասիվ մնան այս տարածքում, մեզի ուտելու են ռուս, թուրք աղբերները իրար հետ։ Իրանք զորբա ձևով գնացին եկեք հատը դրել են, որ մենք այսօր գոյատևում ենք։ Ու դա ես հստակ եմ ասում, մեր շնորհիվ է, եթե կա մի հատ կազմակերպություն, որը կասի բացի լոզունգային ձևով կոնկրետ աշխատանք ենք մենք կատարել եւ մենք էլ ենք աջակցել որ ամերիկան ստե ոտ տնի, ազատությունը ստե ոտ տնի, թող են պարզ ասեն, այ իմ նման թող ասեն։ Ու ասեն է ինչ հեքիաթներս պատմում Գագիկ, որ մենակ դուք եք եղել։ Դուք արել եք ինչ։ Այո, մենք հստակ արել ենք, մենք կարամ նամակագրություններս բոլոր ցույց տան, որ ինչա պետք արել էս ապիրախտ գործակալների հետ։ Ոնց է պետք թելադրել, ոնց է պետք ակաշներից բռնած անել տալ։ Որ թողես սրանց հասունացմանը, սրանք չեն հասունանալու։ Սրանք գալու են լոլո կարթան, լոլո, բայց իրականում ոչ մի բան։ Սկանդինավական խաղապատ չէ պետք չի։ Ռուս խաղապա, այո, էսի չելի պետք չի, վերջը թողեն այս անճար վիճակում, ու հիմա նույն բանը էլ անում է, ես մի երկու բան, որ ստորագրված է, դա էլ է երաշխիքի, ընդամենը սա ամերիկացիների կողմից գնացող են ակտիվ գործողությունն է այս տարածքում, ու քանի որ իրանք արդեն սկսել են, տանելու են մինչև վերջ, ազատագրելու են Իրանը, նոր ազատագրելու են Հայաստանը, հիշեք, դրանից հետո սկսվելու է Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի զուգահեռ փլուզումը, զուգահեռ 3 տարածաշրջանում է, չեն հանդուրժելու, դուք գիտեք ինչ կա, Տրամպը, որ երկու անգամ հարց տվեց Ալիևին, են Տրամպի ճանապարհը ստորագրելու ժամանակ, ասաց քանի տարի է դու նախագահ, ասաց 22, գլխարկը վեգալեց, որ 2026 էր գրած, թե հենց 26, անհասկանալի, դրեց գլխի, ասաց այս շարժը կանես կնգատ կտաս արա։ Դուք ասացիք ազատագրելու է Իրանը, Միացյալ Նահանգները, հետո ասացիք ազատագրելու է Հայաստանը։ Այդ Հայաստանի ազատագրելը որովհետև առանց Իրանի ազատագրման դժվար է լինելու ուղղակի ազատությունը պահպանել Հայաստանում, կարա արագացնել ուստի ազատագրել, ասենք ազատագրված ազգ դառնանք։ Ես այդ օրինակը բերել եմ ոնց։ Ինչից ազատագրի, ուզում եմ դա հասկանալ։ Ռուս, թուրքական ճիրաններից, բռնատիրական ռեժիմների ազդեցությունից, իրանց գոտին լինելուց, ռուսական կույրաղիկ լինելուց, ինքնուրույն պետություն դառնաս, որ ասես չեմ ուզում չինական ագրեսիվ ապրանքները ստեով անցնի, ես ուզում եմ սենց, որ դու կարնաս ասես։ Դա Իրանի, ինչպես դուք եք ասում, ազատագրումից հետո։ Այո։ Այսինքն համակարգի փոփոխությունից, հա, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, 3 կողմը ագրեսիվ, ասենք ասենք, բռնատիրական ռեժիմների մենք մեծ կղզի ենք, հələ մենք ռուսական քանի ռուսական կույրաղիկ ենք, մենք էլ ենք իրանցը, բայց քանի որ ազատություն պետք է հաստատել, ընդունենք հաստատեցին, մենք արդեն շրջապատված ենք ալում այդ 3 պետություններով, կարծես թե Վրաստան կա եւ ճանապարհ դեպի ծով, չէ, բայց всё, հաստատեցին, որ Վրաստանն է դա Ռուսաստան, ռուսական իշխանություն ընդեղ է, всё, մենք կղզիակ ենք դառնում, դրա համար պետք է Իրանը ազատագրել, որ դրանից հետո նոր մենք Ես ինքս անձնական ամբիցիա չունեմ, ես Գագիկ Քերոպի Սարուխանյանս, որպես գործիք, հայ ժողովուրդ, համախմբեք, ստեղծեք միջոցներ, դուք էլ ինձ հետ միասին գնանք իշխանություն, չեք անի, եղբայր ջան, 1000 ներողություն, ցանկացած ընտրություն ֆինանսական հնարավորություն է պետք ունենա, ես չեմ ամաչում դրա մասին ասում։ Պարոն Սարուխանյան, անգամ եթե հիմա ձեզ աջակցեն, 3 ամսում դուք ինչ եք հասցնելու անում։ 3 շաբաթում։ Գոնե ծրագիր նվազագույնը, որը դուք չգիտեմ, ունեք։ Ծրագրերի մի մասը ընթերցել եմ ձեր մոտ։ Ո՞նց չունենք։ Այս ինչ որ կատարվում այսօր Հայաստանում, դա մեր ծրագրերն են։
Այսինքն Հայաստանը դարձնել այս տարածաշրջանում կենտրոնական երկիր, ուժեղ թելադրող երկիր, ինքնիշխան երկիր, բայց մեր ծրագրերն է իրականանում, ատոմային գերտերություն է դառնում, տեխնոլոգիական հզոր պետություն է դառնում, ռոբոտոտեխնիկայի արտադրությամբ, դրոնների արտադրությամբ, կիսա այդ փոխանցիչների, ասենք պոլուպրավադնիկի, որ աշխարհում 4-5 երկիր են արտադրում, մի հատ էլ աշխարհիկ կենտրոն է դառնում, բայց ինչպես, բա ո՞նց է, ձեզ ո՞նց է թվում, պրոստը առավոտը զարթնենք ու տեսնենք, վայ, ոսկիները թափում են երկնքից, չէ, դե չի կամաց ալնում, ու սա մեր ծրագրերն է իրականանում, դուք ասես ծրագիր է պետք ունենալ, բա ունենք, ու մեր ծրագիրը իրականանումը, ընդ որում, մենք այսօրվա մեր ծրագրերով այնքան հզոր ենք, որ մենք կարող ենք երկրում եղած վարչապետին անել տանք այն ինչ որ մեր ծրագրերն են, անել տանք, ինքը լինելով ռուսական ստրուկ, այսօր մենք անել ենք տալի են, որ ականջից բռնած տանում ստորագրել են տալի, այդ ենք անում մենք, դե հիմա մտածեք, մեզի պետք է իշխանություն թե չէ, մեզի պետք չի, ձեզ է պետք, ուզում եք, հզորացեք, բերեք մեզ իշխանության, մենք էլ մեր կյանքը դնենք վտանգի տակ ու գնանք պայքարի, չեք ուզում, ձեր կյանքին մեռնեմ, ոնց դուք տենց էլ մենք